It is an honor to be here with you to open a space for sharing ideas, experiences, and possible ways to strengthen resilience against disinformation and promote media literacy. Armenia is one of the priority countries of the Czech Republic's Transition Promotion Program. People in Need կազմակերպությունը մեդիա գրագիտության ոլորտում ծրագիր իրականացնում է ներկա փուլում չեխական կառավարության ֆինանսավորմամբ, սակայն քաղաքասարակության հետ աշխատանքը եւ քննադատական մտածողությանը նպաստող նախաձեռնությունները գրեթե միշտ մեր հիմնական առանցքային ուղղություններում են։ Հաստատ նկատում ենք, ինչի մասին խոսենք, ուղղությունը գնում է դեպի հաջորդ տարվա ընտրություններ։ Մեդիագրագիտությունը արդեն ոնց որ ժողովրդավարությանը պաշտպանելու կարևորագույն գործիքներից է դարձել։ Ես հիմա համոզվածություն ունեմ, որ 50 անց տարիքով մարդիկ շատ ավելի խոցելի են, քան 20-ից 30 տարեկանները։ Ես տարիքին կավելացնեի նաև տարածքային նշանակությունը, որովհետև Սյունիքի մարդը մի կողմից ավելի շատ է ենթարկում մանիպուլյացիայի հենց Սյունիք անունը օգտագործելով եւ դրսից Սյունիքը շահարկելու եւ դիտմամբ ապատեղեկատվություն տարածելու համար։ Շատ դեպքերում ապատեղեկատվություն տարածողները իրենք նեն չի որ չարամիտ են։ Իրենք եւս հոգատարության իրենց ձևն են դրսևորում, ուղղակի այդ հոգատարությունը կարա լինի ապատեղեկատվությամբ, կարա լինի Սկանալով առաջնահերթությունները, որ նա ինչը ճիշտ է։ Ինստիտուտները, որոնք ներդրվում են այս ամբողջ ապատեղեկատվական կամ հիբրիդային պատերազմի մեջ, իրենց առանցքային նպատակը ստեղծել անվստահություն։ Անվստահություն ու վախ։ Վախը մարդու ընդհանրապես կենթանական աշխարհի համար առանցքային է, հա, ապահով լինելը իրենց համար առաջնային է։ Ու երբ որ ստեղծում են այստեղ այնտեղ ստեղծում են տարբեր օջախներ, որոնք անդադար վախ կամ անվստահություն են առաջացնում, շատ հեշտ է դրանով կառավարելի դարձնել։ 2013-ից սկսած աշխատում ենք նախարարության հետ եւ 2021-ին նաեւ մեդիագրագիտությունը ընդգրկվեց պետական չափորոշիչների մեջ որպես 8-րդ կարևոր կարողունակություն, այս ընթացքում ունեցել ենք մոտ 1500 վերապատրաստված ուսուցիչներ, բայց ամեն դեպքում այստեղ քլիքը գործ կա անելու։ Կարևոր է նշել մեր մեդիայի գիտություն առցանց դասընթացը, որը անցած տարի երաշխավորվեց նաև նախարարության կողմից որպես հավաստագրված դասընթաց, որը ինքնաշխատ է, ինքնուս է, կարելի է անցնել ու վերջում ստանալ սերտիֆիկատ։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարիների իրականացրած աշխատանքը անգնահատելի է, ահռելի է եւ այն բովանդակային ռեսուրսը, որ արդեն իսկ ստեղծել են, մենք այդ ռեսուրսը առավելապես հասցնողն էինք նաեւ դպրոցներին։ Մեդիագրագիտության ակումբը դպրոցի ներսում հենց ֆիզիկական տարածք է, որը շատ գեղեցիկ վերանորոգում էինք, հնարավորինս ապահովում տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Երեխեքից մեկը շատ հետաքրքիր մի բան ասեց Վարդենիսում, ասեց ոնց որ մեր դպրոցի օազիսը լինի։ Մոտավորապես 1 տարվա ընթացքում 5 մեդիագրագիտության ակումբներում իրականացվեց 170 ծրագիր, այսինքն ամեն ուսուցիչ մոտ 30-40 ծրագիր 1 տարվա ընթացքում իրականացրեց, ընդհանուր առմամբ ներգրավելով մոտ 2300 աշակերտի, հիմնականում ավագ դպրոցների։ Բայց այս ծրագրերում նաև կային աշակերտ ուսուցիչ ծնող տարբեր ծրագրեր։ Այստեղ մենք խոսեցինք տարբեր խմբերում խնդիրների մասին։ Մեր կազմակերպությունում մենք վստահ ենք, որ մեդիագրագիտության զարգացումը պետք է հենց վաղ տարիքից սկսել, եւ մեր ծրագրերը ավելի շատ ուղղված են եղել նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների, դաստիարակների եւ նաեւ տարրական դպրոցների ուսուցիչների մեդիագրագիտության զարգացմանը։ Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում էլ արդեն վերջին տարիներին մենք նույնպես դրական տեղաշարժ ենք նկատում, երբ հենց ուսուցիչները զանգում են տնօրենները, հենց իրենց նախաձեռնությամբ ինչ որ միջոցառում են կազմակերպում։
Դեռ 2023 թվականին ստեղծվել է Հայաստանի ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությունը, ստեղծվել է հայեցակարգ եւ ստեղծվել է 2024-26 թվականների գործողությունների պլաններ, որտեղ մի շարք գործողություններ կային, թե ով ինչ պիտի անի, այդ թվում քաղաքասարակությունը ինչ պիտի անի, հա։ Դրանից բխող երևի քայլերը հիմնականում այն էր, որ պետությունը պիտի ունենա միացյալ ռազմավարական կոմունիկացիա եւ այս առումով մեծ ծրագիր կար, որը USAID-ն էր ֆինանսավորում, որը պիտի իրականացներ Chemonix կազմակերպությունը, պետությունը եւ նաեւ քաղաքասարակությունը պիտի աշխատեն տեխնոլոգիական ոլորտի հետ, մեծ ընկերությունների հետ, Meta-ի, YouTube-ի, ինչպես նաեւ տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպիսի էլի այդ հակազդեցության շրջանակներում, որպիսի ստեղծեն մեխանիզմներ եւ ինովացիոն գործիքներ ապատեղեկատվությունը ճանաչելու, դիմագրավելու համար։ Առաջիկա մեր նախաձեռնություններից է գրադարանների հետ աշխատանքը, քանի որ դա նաև ամրագրված է ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգով, գրադարանները որպես մեդիա կենտրոններ